շնորհակալություն ողջունում եմ բոլոր գործընկերներին եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Ինչպես որ գործընկերն ասեց, ես ուզում եմ կրկնել այդ արտահայտությունը, այո, որ առաջիկա ընտրությունները Հայաստանում ապրել չապրելու մասին են լինելու, որովհետեւ եթե այդ ընտրությունները վատ արդյունք ունեցան, մենք չենք որոշելու ուր տեղաշարժվել, որտեղից ուր գնանք, ինչ գիրք կարդանք, որ եկեղեցին գնանք, մենք չենք որոշելու։ Հիմա գալով հանրային տրամադրություններին, ես մի այսպես պատմություն պատմեմ ինձ հետ տեղի ունեցած։ Նախ հարցին շատ կարճ պատասխանեմ, որ իհարկե հանրային տրամադրությունները չեն համապատասխանում բարձրացված աղմուկին, բայց այնպես էլ չի, որ հարցեր չկան, ինչ է տեղի ունենում։ Հիմա մի փոքր պատմություն պատմեմ եւ երևի թե դրանով պատասխանած կլինեմ հարցին։ Ու վերջին շրջանում, վերջին տարվա մեջ հաճախ եմ մարզ գնում եւ ճանապարհին տարբեր բնակավայրեր գնալիս մարդկանց եմ վերցնում մեքենայով տեղ եմ տանում, հետո գալիս եմ եւ մարդկանց հետ բնականաբար զրուցում եմ։ Օրեր առաջ այդպես Ստեփանավանից Տաշիր եմ գնում եւ մի անցորդի վերցրեցի, իրար հետ այդպես զրուցանելով գնում ենք։ Տարբեր հարցերի մասին խոսք բացվեց եւ նաեւ խոսք բացվեց եկեղեցու հետ տեղի ունեցողի մասին։ Ասում է ժողովուրդն ասում է, այդ մարդն ասում է, ժողովուրդն ասում է, որ առանց կրակ ծուխ չի լինում։ Ասում եմ իսկապես շատ ճիշտ ես ասում, առանց կրակ ծուխ չի լինում։ Բայց եկեք մի հատ ուրիշ բան հասկանանք։ Լինում է չէ, որ լավ մեծ ուժեղ կրակ է լինում, բայց ծուխը շատ քիչ է լինում։ Օրինակ ասենք հաղթանակ զբոսայգու կամ Ծիծեռնակաբերդի կրակը մեծ է, բայց ծուխը շատ քիչ է, չնչին է, չի երևում։ Բայց նաև լինում է, որ կրակը շատ աննշան է լինում, բայց ծուխն է շատ լինում։ Օրինակ այն դիմշաշկաները, որ օգտագործում են։ Դրա կրակը ոչ մեկ չի տեսնում, ոչ մեկ չի զգում։ Բայց ծուխը ամբողջ սենյակը բռնում է եւ դու չես կարողանում սենյակի մնացած պարագաները, մարդկանց տեսնել։ Հիմա ասում եմ, մեր իրավիճակը նման է սրան։ Այո, ես ինքս էլ հարցեր ունեմ, կամ ես ինքս էլ այնպես չի, որ չկան հոգևորականներ, որոնց հետ կապված ես հարցեր չունեմ։ Կամ իմ կյանքի մեջ չեն եղել դեպքեր, որ հիասթափություններ չեն ունեցել։ Հենց մեկ է հոգևորականներից մեկի հետ, որը որ հիմա կաթողիկոսի հրաժարական է պահանջում, ուրիշ առիթով էլ նրա մասին կպատմեմ։ Բայց հետևյալն է խնդիրը։ Արդյոք այս բարձրացած աղմուկը այդ հարցին համազոր է, այս ծուխը այդ վարվող կրակին համազոր է, թե համազոր չի։ Ուրիշ վարվող կրակներ չկան մեր երկրում։ Օրինակ, որ Վրաստանում միջին հաշվով կյանքի դեղերը ավելի թանկ են 3 անգամ, քան Հայաստանում դեղորայքը։ Սրա մասին, աջա։ Այ ներողություն էժան է, ես էլ մի ուրիշ սայթակում չլինի։ Էժան է, Հայաստանում 3 անգամ թանկ է, քան Վրաստանում։ Այն պարագային, երբ որ օրինակ ասենք նույն թոշակառուների թոշակը 1.5 անգամ Վրաստանում ավելի բարձր է, քան Հայաստանում։ Սա պետության մտածելու խնդիրը չի։ Բան է, կրակը կա, վարվող կրակ է, ուր է ծուխը։ 150,000 մարդ իր տնից, տեղից, այգուց, դաշտից, գերեզմանից, եկեղեցուց, զրկվել է եկել է։ Ու երբ որ այդ մարդկանց վերադարձի հարցը բարձրացնում, լրացնում են, այդպես խուզարկում են, ներկայացուցչություն, չգիտեմ, ճնշում են, ինչ են անում, վարվող կրակ չի մեծ։ Սրա վերաբերյալ բան չկա անելու, բան է ծուխը։ Ծուխը չկա։ Կամ որ 500,000 կենսաթոշակառուի միջին թոշակը 18 թվից մինչև հիմա ընդամենը 22%-ով է բարձրացվել, այնինչ որ այդ մարդկանց հացը, պանիրը, միսը, կաթնամթերքը 40-50%-ով են բարձրացել։ Սա խնդիր չի։ Բան է սրա շուրջ աղմուկ։ Ու այստեղ շարունակ բազմաթիվ հարցեր։ Հետևաբար պարզ է, չէ՞ որ այդ դիմշաշկան վառել են, այդ ծուխը թողնում են, որպեսզի մարդիկ չտեսնեն այն մյուս կրակները, որոնք որ կան։ Շատ պարզ է տրամաբանությունը։ Եվ երբ որ հարցը այսպես դնում ենք,
Արդյոք այդ կանոնական բնույթի հարցը, որ վերաբերում է կաթողիկոսի կուսակրոնության հարցն է, այսօր ուրեմն ամենակարևոր խնդիրը մեզ համար, այնքան առաջնայինք, որ հանրային հեռուստատեսության եթերը մեկ ամիս շարունակ ամեն օր այս թեմային է նվիրված։ Ամեն օր մի տիրադավ հոգևորականը բերում են ինչ-որ մեկնաբանություններ անում։ Սա է մեր երկրի ամենակարևոր հարցը, ու չէ, բնականաբար չէ, սա չի ամենակարևոր։ Պարզապես այդ աղմուկն է ստեղծվում։ Իսկ աղմուկ ստեղծել իշխանության համար պրոբլեմ չի, մանավանդ երբ որ նրանց հիմնական գործը դա է եղել։ Երբ որ դրա վրա սպեցիալիզացվել են, մասնագիտացել են, դրանից բացի ուրիշ բան չեն կարողանում անել։ Արհեստական տեղը աղմուկ ստեղծել են, հայելի մուլտֆիլմը կա բոլորի սիրելի, որ իրականում սատանա չկա, բայց ինչ-որ մեկը, որ գոռում է, որ սատանա կա, հետո ամբողջ քաղաքը ասում է սատանա կա քաղաքում, սատանա կա քաղաքում, սատանա կա քաղաքում։ Հիմա այդ աղմուկը բարձրացվել է այսպես, այդ աղմուկը բարձրացվել է, որ արհեստական մի հատ թեմա է զարգվել, հարց է գեներացվել։ Իսկապես առանց կրակ ծուղ չի լինում, իսկապես հարցեր կան, բայց այդ հարցերը, եթե մանավանդ վերաբերում են կանոնական ոլորտին, մարդկանց էս ենք էլի ասում բնականաբար։ Եվ պետք է մեր հայրենակիցները սա շատ լավ իմանան, երբ որ այս խոսակցությունների մեջ լինեն, հենց սա են ասեն։ Իրենց հետ կապված կարևորագույն հարցերը նախ եւ առաջ մի հատ թող լուծեն, բայց չեն լուծում ինչի, որովհետեւ դրա ոչ կարողություն ունեն, ոչ էլ ցանկություն ունեն։ Ու ընտրությունների ֆոնին այն իրենց պետքա պարզապես աղմուկ։ Ու պետքա աղմուկ եկեղեցու հետ կապված։ Այն եկեղեցու, որ վարկանիշը համենայն դեպս Արար հիմնադրամի սոցիոլոգիական սոցիոլոգիական հարցումների տվյալներով բանակի հետ միասին այն եզակի կառույցն Հայաստանի Առաքելական Սուրբ եկեղեցին, որ ունի բավական բարձր վարկանիշ հանրության մեջ։ Առավել ևս երիտասարդների մեջ 18-ից 28 տարեկան երիտասարդների մոտ 82-85% երիտասարդների բարձր է, շատ բարձր է գնահատում Հայաստանի Առաքելական Սուրբ եկեղեցու դերը նշանակությունը։ 13%-ը միջին է գնահատում, եւ ընդհանրապես 3.5%-ն է, որ դժգոհ է մեր երիտասարդության։ Այսպիսի բարձր վարկանիշ ունեցող կառույցին այս տվյալները իշխանությունը չի տիրապետում, բնականաբար տիրապետում է։ Վարկանիշ ունեցող կառույցին վրա ցեղ լցնել, քանդել, նշանակում է ուղղակի ատելություն։ Մեր հայրենակիցները պետք է իմանան, որ բազմապես ատելություն միմյանց ատելին նոր ալիքներ ստեղծի, իսկ ատելության միջոցով կառավարելը հեշտ է լինում։ Շատ է չէ լինում, որ հարևանները խառնվում են, մեկին մյուս եւ կռվացնում են ու սկսում են ամեն մեկին կառավարել։ Այս նույն պարզ բանն է այսօր որ տեղի ունենում։ Այն ամենը ինչ որ վերաբերում է հանրային տրամադրությունների վերջը։ Պարոն Սարոյանյան, ճիշտ գնահատական տվեցիք, որ այն ինչ որ կատարվում է հիմնականում ատելության մթնոլորտ ստեղծելու համար, որտեղ այս իշխանությունների շատ երկար ժամանակ հաջողվել է մեր հասարակությանը բաժանել տարբեր խմբերի, չգիտեմ, սև, սպիտակ, ներկա, նախկին կամ հիմա արդեն եկեղեցու պաշտպանողներ եւ լրողներ կամ հակառակը իրենց հարձակումը պաշտպանողների խմբերի է բաժանում։ Բայց սրան զուգահեռ օրինակ իշխանությունները փորձում են մեր մարդկանց, ովքեր որ պաշտպանում են իրենց հարձակումները, համոզել, որ սա եկեղեցու դեմ չէ, սա ընդհանրապես կաթողիկոսի դեմ է, որովհետև կաթողիկոսը իր բարեվարչությամբ չի համապատասխանում Փաշինյանի պատկերացումներին։ Հիմա իրականում մենք ինչպես նաև մեր հասարակությանը եւ համոզենք եւ հանրային տրամադրությունների առումով ինչպես հասարակությանը հասցնենք, որ սա անձի դեմ չէ, այլ ամբողջ կառույցի դեմ է, իսկ կառույցի դեմ լինելով հանդերձ նաև Հայաստանի եւ մեր հայրենիքի ու պետականության դեմ, որովհետեւ գիտենք, որ եկեղեցին մեր պետականության սյուներից մեկն է եղել դարերով։ Հիմա այդ խնդիրը հանրային տրամադրություններ ստեղծելու ինչպես լուծել է հարցը։ Շատ շնորհակալություն։ Այո, պետք է խոսել եւ հնարավորինս մանրամասն եւ մատչելի ասել, բացատրել, որ սա ոչ Գարեգին երկրորդի անձի դեմ չէ, այս ամբողջը, այլ Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցու հետևյալ պատճառներով։ Ներսի հարցերը, եթե վերաբերում են բարեվարքությանը, կանոնական հարցերի եկեղեցու ներսի, դրա համար գոյություն ունի եկեղեցական կանոններ։ Այդ կանոնների շրջանակներում են լուծվում։
Եթե մարդը աշխարհիկ է, եկեղեցական սպասավոր չէ, ինքը դառնում է ծխի անդամ, մասնակցում է ծխական ժողովի միջոցով բարձրացնում է հարցը, կամ հետո տանում է բարձրացնում է թեմական ժողովի մակարդակի եւ այսպես շարունակ։ Եթե դու ունես իրական մտահոգություն, անհանգստություն եւ ուզում ես որպես ծխի անդամ, որպես եկեղեցու զավակ այդ հարցը բարձրացնել, դրա համար ներքին կանոններ կան։ Լապես ինձ համար հասկանալի չէ, Հայաստանի մյուս կրոնական կազմակերպություններում չկան բարեվարկության խնդիրներ։ Բա ո՞նց է, որ այդ հարցերը այս աստիճանի ինչ-որ ընդհանրապես հնչեղություն չեն ստանում։ Թե որ այդ հարցերը հանկարծ հնչեղություն ստանան, ինչ-որ տարբեր ուժերի հետ կապված պրոբլեմներ կունենան։ Բնականաբար պրոբլեմները կունենան։ Դրա համար այդ հարցերը այսպես չեն բարձրացնում։ Մյուսը պետք է հարցնել, թե իսկ ով է բարեվարկության հարց բարձրացնում։ Այդ բարեվարկության հարց բարձրացնողի խոսացածը, բառամթերքը կապ ունի բարեվարկության հետ։ Բարեվարկության հարց է բարձրացնում, հետո 1000 եմ խնդրում, ասում է հրավիրում եմ ինձ մոտ ընդունարան եւ ապացուցեմ, թվպատված եմ, թե ոչ։ Ու ամբողջ աշխարհի մամուլը սկսում է Հայաստանի մասին խոսել։ Հայաստանը այդպիսով է նաեւ հայտնի դառնում աշխարհին։ Այս հարցները չէ՞ պետք տալ, որպեսզի հասկանալի լինի, որ նպատակը այ մարդ անձը չի։ Բնականաբար նպատակը այն կառույցն է, այն կառույցի քանդելն է, որը այսօր կա, որը այսօր կոնսոլիդացված է, համախմբված է, իր առաքինությունը իրականացնում է, այո, խնդիրներ կան, բայց այսպես չեն այդ խնդիրներին վերաբերվում։ Եվ ինչ է նշանակում անձի հետ կապված, այդ անձը նախ կաթոլիկոսի անձը, ինքը եկեղեցու ամբողջացման, այն որ ասում են եկեղեցից մի անձ եղել, եկեղեցու ամբողջացման մեջ շատ կարևոր հանգամանք ունի։ Եվ կպնել այդ անձին նշանակում է կպնել նաև եկեղեցու։ Ինչ է նշանակում, որ պետք է հնչի օրինակ եկեղեցին ու Հայաստանի Հանրապետության եկեղեցին չի, ամենայն հայոց կաթոլիկոսն է, չէ՞, կաթոլիկոսն է, ոչ թե ՀՀ կաթոլիկոսը։ Եվ այսպիսի հարցակումներով նաև ոտնատակ է ստալի Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, նաև ոտնատակ է ստալիս միջազգային իրավունքը։ Եվ ինչ է նշանակում դարերով եկած, հազարամյակներով եկած պատարագի մեջ անել ինչ-որ միջամտություններ, հատվածներ զեղչել։ Սա եկեղեցու դեմ չի, իհարկե եկեղեցու դեմ է, չէ՞ որ կաթոլիկոսն է ինքը մենք որպես Հայաստանի Ծառայական Սուրբ եկեղեցու զավակներ, մենք ընդունում ենք, որ Սուրբ Թադեոսի մեր եկեղեցու հիմնադրի, Սուրբ Թադեոսի գահակալն է, գահի ժառանգորդն է, եւ այդպես ենք մենք ընդունում, եւ այդպես ենք մենք հավատում։ Եվ սրբապղծությունը դիպչել այդպիսի հարցերի, այսքանը, շնորհակալ եմ։